կիբերանվտանգության մասնագետ արտահայտությունը, ասենք ես անձնական այսպես բան եմ, շահառու եմ այդ կիբերանվտանգության մասնագետի գործունեության, նաև մեր ունկնդիրներին ասեմ, որ 2021 թվականին Ռուբենի անմիջական ջանքերով հայտնաբերվեց, որ այս սարքի մեջ անհայտ չարագործներ փոխել է սարքը։ Այո, դե հիմա որ ասում եմ, ես էլ մի այդ քո պատրոնությունը արա, էլի։ Ես գիտեմ, որ սարքը հետո փոխվում է, դա 2021 թվականին այս սարքի մեջ։ Սարքը փոխեց անմիջապես։ Չէ, հեչ պարտադիր չի միանգամից փոխեց, բայց էլի հա, էլի այո, Բորշինգ մարդու խոսքի մեջ էլի վիզուալիզացիա անեմ, էլի։ Թող վիզուալիզացիա անեմ։ Մի պատրոնա դարի, իրա թվում է ինչ ուզի կանի։ 21 թվականին այս սարքի մեջ փաստորեն ինչ որ անհայտ ճակերտավոր չարագործներ տեղադրել էին Pegasus կոչվող մի այլանդակ վիրուս, որը չգիտեմ իմ հեռախոսից ինչ է տարել, ինչ է թողել, ինչ է միանգամից ասեմ, սախ։ Հա, ինչ կար չկար տարել է։ Ինչ կար չկար տարել է եւ դա հայտնաբերվել է եւ ես հիմա ունեմ պաշտոնական կանադական կազմակերպություններից մեկի կողմից տրամադրված փաստաթուղթ, որը դա ֆիքսում է եւ եթե որևէ մեկը պնդի, որ իմ հեռախոսում Pegasus տեղադրված չի եղել, այդ այլանդակ վիրուսը տեղադրված չի եղել, ես պաշտոնական փաստաթղթով կարող եմ հակառակը ապացուցել։ Տեսնում ես, որ մի հատ էս պաշտոնական փաստաթուղթեր ունենայր, որ դու պատրոն ես, ինչքան իմ լեզուն կկարճանար։ Բա հետա։ Իդեպ կանադական ասեցի, հիշեցի, այսօր Կանադայի օրն է, եկեք շնորհավորենք բոլոր Կանադայի մեր քաղաքացի ընկերներին։ Ես այդ երկրին շատ դրական եմ վերաբերվում, ջերմությամբ եմ վերաբերվում եւ հետաքրքիր զուգադիպությամբ այսօր լուծվեց նաեւ Կանադայի եւ Հայաստանի մի քաղաքացի էր դիմել, դու կհիշես 5 իրավապաշտպաններին, որ ընտրությունների մեզ էր դիմել, ընտրությունների այդ նախընտրական փուլում պլակատներից, Հայաստանի բնակիչ էր, ազգությամբ այ պլակատներից մեկի վրա գրառում էր արել, մենք չմոռանանք, որ այս ընտրությունները ամեն դեպքում մարդու կյանք արժեցան։ Եվս մի քաղաքացի նման մի խնդիր էր եղել, տարել են ինքնասպանություններ, անունը դրել են ինքնասպանություն, դեցել մենք չիմացանք ինչ եղավ, հուսով եմ իշխանապողությունից հետո պետք է հիշենք, այո։ Հիմա այս տիկնոջը էլի քրեական հետապնդում էին, քրեական վարույթ էին հարուցել եւ այլն եւ այլն եւ այլն։ Մեր Սերգեյն էր զբաղվում, Սերգեյին ողջունում ենք, առողջություն ենք մաղթում եւ ինչքան այս հուլիսի 1-ն է, մոտարապես ամսից ավել տևեց, հեռախոսները վերցրել էին։ Այսօր վերադարձրեցին վերջապես Կանադայի օրով, այո, եւ այդ առումով մեր իրավապահ մարմինները եւս փաստորեն միացան շնորհավորանքներին Կանադայի օրվան նվիրված շնորհավորանքներին։ Եվ այսպես էս պլավնը անցնենք արդեն կիբերանվտանգության հարցերին, որոնք հիմնականում կապված են հեռախոսների հետ։ Բայց հա, հիմա տենց ոչ միայն հեռախոսային, այս վերջերս մի հատ լուր եղավ, որից ես լավ չհասկացա ինչ էր։ Ուրեմն Telecom-ը, Team Telecom-ը եւ Azer Telecom-ը ինչ որ պայմանագիր են կնքել, որը ըստ լրատվամիջոցների կարող էր վտանգել մեր համացանցային անվտանգությունը։ Այդ ինչ պայմանագիր էր, այդ ինչ էր, ինչ մի հատ կբացատրես։ Տեսեք, պայմանագրի մասին մենք գիտենք մենակ press release-ից։ Հա։ Press release-ը ասում է հետևյալը, հա, հայկական կողմի press release-ը ասում է, որ Team Telecom-ը եւ Azer Telecom-ը փոխադարձ ցանցային կապակցվածության ծառայություններ են մատուցելու իրար։ Այդ ինչա նշանակում։ Մի խանգարի։ Ադրբեջանական կողմը ասում է, որ փոխադարձ ինտերնետ տրաֆիկի այսինքն տարբերվում է հաղորդում։ Մի խանգարի։ Որոշ տարբերություններ կան այնտեղ, բայց տրամաբանությունը հետևյալն է, որ այս պայմանագրի շրջանակներում Team Telecom-ը կարող է օգտագործել Azer Telecom-ի կապուղիները, Azer Telecom-ը կարող է օգտագործել Team Telecom-ի կապուղիները։ Այս պայմանագրի մասին է ասված։ Այս պայմանագիրը որ հրապարակվեց, բոլորը սկսեցին մտածել, բա ի՞նչ է այս ամեն ինչը նշանակում։ Այո։ Ես արեցի գրառում, շատ գրառումներ եղան ու սրանից հետո մոտ այդ հաղորդագրությունից հետո մոտ երևի մի 8-9 ժամ հետո մի ուրիշ հաղորդագրություն իմ ընկերը Արտուր Պապյանը
դիմեց Թիմ Տելեկոմ։ Այդտեղից ստացավ պատասխան, որ հելը որ այս պայմանագրի շրջանակներում տրանզիտը ապահովվելու Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով։ Չնայած նրա, որ Թիմ Տելեկոմը իրավունք ունի օգտվել նաև ուրիշ ծառայություններից։ Ոչ ճիշտ պատրոն, երևի պատրոն չեմ դրա համար ոչ մի բան չհասկացա։ Չէ, այդտեղ պատրոնը չի բերում։ Այդտեղ պատրոնը չի բերում։ Հա, տեսեք ինչա սա նշանակում։ Հա, ասացին, որ DVDM ցանցով է դա լինել։ DVDM ցանցը ինչա իրանից ներկայացնում։ Այդ ցանցային մալուխ մի քանի մալուխ միաժամանակ օգտագործելու ցանցա, որը տալիս է point to point կետից կետ կապակցվածություն։ Այսինքն Azertelekom-ի կաբելը մտնելու է մեր ցանցի մեջ, երբ որ ասում եմ մեր Թիմ Տելեկոմի, Թիմ Տելեկոմի ցանցով անցնելու է հասնելու է Նախիջևան։ Թիմ Տելեկոմի ցանցի հետ չի խառնվելու այդ տրաֆիկը։ Դա կետից կետ առանձին տրանզիտ կաբել է։ Ուտեղ ընդհանրապես խնդիր մեր համար չկա։ Դա եթե ուղղակի տարածքով անցնելու դե խնդիր չունի։ Ահա։ Բայց պայմանագիրը նրա մասին է, որ փոխադարձ կապուղիները օգտագործելու պայմանագիր։ Ադրբեջանը օգտագործելու է մերը, հեսա այս կապուղին օգտագործվում, հա։ Մենք էլ կարանք օգտագործենք Ադրբեջանի կապուղին։ Ու այստեղ իսկ մենք որտեղ ենք օգտագործելու։ Այ ոչ մեկ չգիտի։ Թիմ Տելեկոմը ասում է, որ հելը որ չի պլանավորում օգտագործել այդ ադրբեջանական կապուղիները։ Դե որտեղ օգտագործի էլի մեծ հաշվով։ Չէ, կարա։ Օրինակի համար կարա օգտագործի այդ կապուղիները տարբեր ձևի տրանզիտների համար։ Օրինակ։ Չար լեզուները խոսում են։ Ըստ օդում կախված լուրերի, դու արդեն ոնց որ քաղաքական հայտարարություններ ես անում, բայց ասա։ Սպասի, որ այս պայմանագիրը իրականում նրա մասին է, որ կապի Ղազախստանում Firebird-ի այսպես կոչված AI գործարանը։ Հայաստանում տեղակայվող, ստեղծվող Firebird-ի այդ AI գործարանի, հա։ Դրա Firebird-ը ֆիրմա է։ Հա, այդ մեծ AI շուխուրը որ կա, այդ ամերիկացի հետ կնքված պայմանագիրն է։ Բացի դրանից կա նաև մի հատ էլ հայտարարություն, որ շատ մեծ թողունակությամբ կապուղի է գործարկվելու ղազախական Firebird-ը միացնելու աշխարհին։ Ու այստեղից էլի, հա, ըստ օդում կախված լուրերի, այս պայմանագիրը սպասարկելու է առնվազն ղազախական ու հայկական Firebird-ի կապակցվածությունը, հա։ Էլի եմ ասում, ըստ օդում կախված լուրերի։ Դեռ ոչ մի բան պարզ չի։ Այստեղ հիմնական խնդիրը որն է։ Եթե մինչև այս պայմանագիրը մենք կարող էինք ասել, որ մեր կապուղիները անցնում են Վրաստանով, որոշ դեպքերում Թուրքիայով, ապա հիմա մեր կապուղիները կարող են անցնել նաև Ադրբեջանով։ Առնվազն ոչ մի legal իրավական խոչընդոտ դրա համար չկա։ Երբ Թիմ Տելեկոմը կորոշի այդ կապուղիները օգտագործել, ոչ մեկ չգիտի։ Այսօրվա դրությամբ իրանք ասում են, որ չենք պլանավորում։ Ինչ կլինի վաղը, ոչ մեկ չի ասում։ Արդյոք մենք տեղյակ կլինենք, որ տենց բանը օգտագործվում է վաղը, երբ որ մեկ էլ սկսեց օգտագործել, էլի ոչ մեկ մեզ դակլատ չի տալու։ Չի խոստանում ու ոչ մի տենց բան։ Այսօր որ Թիմ Տելեկոմը չի պլանավորում օգտագործել այդ ադրբեջանական կապուղիները, վաղը կարող է պլանավորի։ Բայց Ադրբեջանը օգտագործում է պլանավորում է այսին ժամկետում օգտագործել դեպի Նախիջևան։ Հա, դեպի Նախիջևան։ Իրանք մոտ հստակ է, որին իրանք հստակ է, իրանք այդ Նախիջևանի կապը իրանք համար շատ կարևոր է։ Հա, դե հասկանալի է։ Հա, ու բայց վերադառնալով հիմնական խնդիրը այստեղ այն է, ինչ մենք անվանում ենք ռիսկեր։ Ինչա ռիսկը։ Դա հավանականությունն է, որ ինչ որ մի բան կարող է խարխլի կիբերանվտանգությունը։ Ու եթե մինչև այս պայմանագիրը մենք այդ ռիսկը չունեինք, որովհետև դե չի կարա կաբելը մեկ էլ հայտնվի ադրբեջանական տվյալները գնա ադրբեջանական տարածք առանց պայմանագրի։ Ճանապարհ չկա։ Հա, դե որտեվ այդ կաբելն էլ չկա, ոչ մի բան էլ չկա։ Ճանապարհը դա էլի կաբել։ Ինչ որ մի օր մեկ էլ այդ ամեն ինչը կարա շարունակվի։ Լավ, ուրիշ բան ասեմ։
Մի քանի տեղից հայտարարություն է գնացել, որ այս գործընթացը տեղի է ունենում թրիփին զուգահեռ։ Այսինքն ես իմ չիրավաբան հասկանալով փորձում եմ հասկանամ։ Թրիփը դա ասեմ կարիդորային լոգիկայի, ասեմ չկարիդորային լոգիկայի, բայց ինչ որ մի պայմանագրային լոգիկայով մայրուղի է, որի վրա Հայաստանի jurisdiction իրավասությունները սահմանափակված են միջազգային պայմանագրով։ Այո։ Հա։ Որն է այն տրամաբանությունը, որ դա կարա տարածվի ինտերնետ կապուղիների վրա, ես չգիտեմ։ Ինչ տրամաբանություն են դնում այդ խոսքի մեջ, որ սա նույն թրիփն է պրոստը ինտերնետ կապուղիների համար։ Ինտերթրիփ։ Հա, в общем, էլի ես չեմ հասկանում։ Լավ, արի մի հատ վերադառնանք այն, այսպես ասած, չայնիկների աշխարհ։ Ահա։ Մեր ինտերնետ հաղորդագրությունը, հիմա օրինակ ես Արսենին գրում եմ, Արսեն, չգիտեմ, դու վաղը ինչ ես անելու, ինչ որ մի բան։ Դա ադրբեջանցիները։ Եթե մենք լինեինք, ես Թիմ Տելեկոմի բաժանորդ չեմ։ Եկեք երկու տարբերակներն էլ քննարկենք։ Տարբերակ 1. Երկուսս Թիմ Տելեկոմի բաժանորդ չենք, այդ թեման դուս է գալի։ Մեկն ու մեկս եւ երկուսս։ Այստեղ մի հատ կարևոր բան կա։ Մենք պետք է հասկանանք Թիմ Տելեկոմը օգտագործում է ադրբեջանական կապուղիները, թե չէ։ Ստեղ է գալիս հիմնական խնդիրը։ Դե ինքը ասում է ես հələ կարամ, բայց հələ չեմ օգտագործում։ Ահա, կարամ, բայց հələ չեմ օգտագործում։ Երբ որ օգտագործի, մենք չգիտենք, իմանանք դրա մասին, թե չէ։ Ընդունենք, թե ինչ որ մի օր առանց մեզ դակլատ տալու, խաբարանելու օգտագործում։ Կամ ենթադրենք հիմա էլ երկու տարբերակով։ Մեկը երկուս էլ թիմի բաժանորդ եք, մյուսը երկուսից էս մեկն է բաժանորդ։ Նայ, Բաքվում իմանալու են, որ մենք վաղը պիվա ենք խմելու։ Ոչ մեկ չգիտի։ Տես, արի մի քանի բան ասեմ, որ դալշը ավելի լավ հասկանանք։ Հա, նայ, առաջինը, մենք չգիտենք ինչ տրամաբանությամբ է կատարվելու հայկական տրաֆիկի հայկական ցանցերի կապակցվածությունը։ Անտրամաբանական է լինելու, որ հայկական տրաֆիկը գնա Ադրբեջանով հետ գա Հայաստան։ Դե հա։ Դա շատ թանկ է օպերատորների համար։ Շատ ավելի էժան է հայկական տրաֆիկը պահել Հայաստանում։ Նույնիսկ եթե այդ տրաֆիկը գնա Ադրբեջան, եթե դու մարդուն գրել ես սիգնալով, այո, Ադրբեջանի հատուկ ծառայությունները չեն տեսնի քո կոմունիկացիայի պարունակությունը, բայց կտեսնեն քո կոմունիկացիայի փաստը։ Որ դու կոմունիկացվել ես, այո։ Որ ես ու Արսենը ինչ որ բան ենք իրար բզբզում։ Արի, չէ, դու Արսենը էլ մի կողմ։ Արի պատկերացնենք հորաքույր ունես Ամերիկայում։ Okay, այ Ամերիկայում հորաքույր ունես, Իրան սիգնալով գրում ես, ոնց ես հորքույր ջան։ Եթե այդ անցնում է Ադրբեջանի կապուղիներով, հա, իրանք տենում են։ Իրանք տեսնում են, որ դու գրել ես։ Իրանք չեն տեսնում ինչ ես դու գրել։ Բովանդակությունը չեն տեսնում։ Բայց իրանք տեսնում են, որ գրողը ես եմ։ Չէ, իրանք տեսնում են, որ դա ինչ որ մի հայկական IP հասցե է։ Հա, նույնականացում։ Հետո կարա նույնականացնել։ Մի վարքյան։ Կան հատուկ միջոցներ, որոնք թույլատրում են շատ մեծ հավանականությամբ, բայց ելի եմ ասում հավանականությամբ, նույնականացնել այդ տրաֆիկը։ Այդ միջոցները կոչվում են DPI, Deep Packet Inspection, հատուկ սարքերը։ Ադրբեջանը այդ հատուկ սարքերը հաստատ կունենա։ Ոչ թե հաստատ կունենա, ունի։ Հաստատված է, որ ունի։ Ու Ադրբեջանը այդ հատուկ սարքերը օգտագործում է նրա համար, բացի ամեն ինչից։ Այն նրա համար, որ իր քաղաքացիների ինտերնետ կապը սահմանափակի, իրանց մոտ Ռոսկոմնadzorի նման մի դուքյան կա, հա, ինտերնետ կապը սահմանափակի ու ընդհանրապես, հա, Ռոսկոմնadzor կամ չգիտեմ ինչ է դրա անունը, կարևոր չի։ Ու այդ կապը սահմանափակի ու հասկանա ինչ են իրա ներսի մարդիկ այդ ամեն ինչի հետ անում։ Այդ սարքավորումները թանկ են, բայց այնքան թանկ չեն, որ իրանց հնարավոր չլինի ձեռք բերել։ Դու Ադրբեջանը դες չի որ Հանրապետության համար դե արի հասկանանք, որ օրինակի համար Ադրբեջանը Հայաստանի այն որ ասում են քաղաքական էլիտայի մեծ մասին Պեգասուսով էր վարակել։
Ինձ էլ իրանք վարակել։ Լսի, ես քեզ կարող է մեծ հավանականություն։ Ոչ թե մեծ հավանականություն, 99 ու 99%-ով իրանք։ Կար պնդում, նայ, կար պնդում հենց ձեր կողմից, որ մերոնք ոնց որ չունեն Pegasus։ Pegasus մերոնք չունեն։ Մերոնք ունեն Predator-ին դոստուպ ու սենցա այնքան էլ վստահություն չկա, որ Predator-ը առել են, որովհետև շատ մեծ է հավանականությունը, որ երրորդ երկրի Predator-ից են։ Իսկ ինչով է վստահությունը, որ մերոնք Pegasus չունեն։ Մի վարքյան էլի։ Օրինակ ինձ որպես ինչ եք իմ հեռախոսը վարակել։ Արսենին պատրոնը նստած դեմս իմ հեռախոսն եք վարակում։ Տենց մի րոպե էլի, ես խճճվեցի, հարցը ո՞րն է։ Հարցը հետևյալն է, որը ուրա այն ինչից ենք համոզվում, որ Հայաստանը Pegasus չունի։ Հեռախոսի մեջ է Pegasus դնում։ Որպես կանոն, հա, այդ Pegasus-ի ատրիբուցիան արվում է հետևյալ կերպ։ Pegasus-ները, վարակված հեռախոսները կապվում են ղեկավարող սերվերների հետ։ Այդ ղեկավարող սերվերները ունեն մի վաղտ առանձնահատկություն, բայց այն ղեկավարող սերվերները, որոնց հետ կապնվել են հայկական վարակված հեռախոսները, նույն ղեկավարող սերվերներն էին, որոնց հետ կապնվում էին ադրբեջանական վարակված հեռախոսները։ Մինչև այդ կար հայտնաբերված ադրբեջանական վարակված, որտեղ համանգնում էր բաները, կոդ լոգերը, մինչև։ Լոգերը չէ։ Ղեկավարող սերվերների հետ լոգը բառը դες ասեցի, որ յանի տեղյակ եմ, էլի։ Հա։ Ղեկավարող սերվերները ադրբեջանական էին։ Ուսկի շկոլա սկաչասը։ Հասկացա։ Բայց չեն կարա պնդենք, որ ստեղ չունենք Pegasus։ Pegasus, նայ, այդ ախր Թեև իրենք պաշտոնապես հրապարակում են, չէ՞ որ պետություններին են։ Չէ, չեն հրապարակում։ Տես համարյա թե անհնար է ապացուցել հերքումը։ Հա, չես կարա պնդես ու ապացուցես, որ չունենք։ Հա, հիմա բայց հակառակն էլ չես կարող, էլի։ Չէ, այ հակառակը կարողանում ես։ Չէ, եթե լինի ունենաս փաստ։ Բայց մի րոպե էլի, մի հատ էլ այստեղ միտքը ավարտենք, էլի։ Թեմա չես հասկանում։ Ես չեմ հասկանում, դուք խոսեք։ Հեշտ է ապացուցել, որ ես ջեբս ունեմ 1000 դրամ։ Դժվար է ապացուցել, որ ես ջեբս չունեմ 100,000 դրամ։ Հասկանում ես։ Չէ, բացում ես ցույց տալիս, ճիշտ է։ Չէ, այ եթե ես չեմ բացում ցույց տալիս։ Հա։ Հիմա հենց այդ է հարցը, էլի։ Հերքումը ապացուցելը շատ ավելի դժվար է։ Իսկ եթե ունես 1000-ը դու ցույց տալիս ես։ Ինչ որ բան չկա, դա ոնց է։ Ես 1000-ը ցույց եմ տալիս, բայց դա դեռ չի նշանակում, որ ես 100,000 ունեմ, թե 100,000 չունեմ։ Բացակայությունը ավելի անտեսանելի է։ Բայց հասկացա։ Բացակայությունը ավելի անտեսանելի է, քան հասկանում ես, չէ՞։ Ասեցի դու չես հասկանում ես։ Համար ես կակրասում ներքանից հասկացա։ Отрицание очень сложно сказать։ Հիմա վերադառնանք, հա մենք ունենք ապացույցներ, որ Հայաստանը օգտագործել է Predator։ Ունենք, շատ լավ։ 2021 թվականի դեկտեմբերի, եթե ես չեմ սխալվում 23-ին Մետան հրապարակեց մի մեծ ուսումնասիրություն, հետաքննություն, որտեղ բացահայտ ասեց, որ Հայաստանում եղել են Predator-ով վարակվածներ ու այն դոմեյնները, որոնց վրա եղել են այդ լինկերը, եղել են հայկական դոմեյններ, օրինակի համար հրապարակ 13-ին նմանվող դոմեյն։ Հա, որ ինչ որ hraparak.am.online.site, հա, որ խապնվես, սխմես վրան բանանես։ Այսինքն պարզավոր այդ հայկական թիրախավորում էր, պարզավոր հայկական աշխատողների վրա են դրվում, վերջին վարակումը Predator-ով ես տեսել եմ 23 թվականին։ Շատ է, բայց վերադառնանք մի հատ էլի, կներես, սպասի։ Չունենք որևէ տվյալ հաստատված, մի րոպե որ չունենք որևէ հաստատված տվյալ, նույնիսկ Pegasus-ի համար, որ Pegasus-ի համար, հասկացա արդեն։ Pegasus-ի համար մենք ունենք վարակներ, որ հայկականի հետ կապ ունի, էլի։ Հա, հայկականի Pegasus-ի հայկական ակտորներին վերագրելը ես դրա հիմքը չունեմ։ Հասկաց։ Ես որպես մարդ, որ իրավունք ունի խոսա Pegasus-ով վարակված լինելու վարակված եղածների համայնքի անունից ասեմ հետեւյալը։ Հիմա տես, Ադրբեջանը ամենայն ոնց որ դու ասի 99.8%-ով 99. Okay։ Այդքան մեծ հավանականությամբ ինձ եւ տասնյակ ու տասնյակ ուրիշ մարդկանց տես մեծ փողեր է ծախսել, որ տենա մենք ինչ ունենք, չունենք։ Ճիշտ է։ Զղկտվեցիք մեր ինֆորմացիայով։ Չէ, հա, իշեշ բանակել էր, քեզ սխալվել էր, այս ոչ պետք չի մեզ էս շարունակել փոխծախսել։ Այդ դեպքում ինչի մենք պետքա վստահենք, որ եթե Թիմ Տելեկոմը եւ Ազեր Տելեկոմը ինչ որ քո ասած ինֆորմացիայի նրանց միջոցով անցնում։ Ինչի մենք պետքա վստահենք, որ եթե ասենք Միացյալ Նահանգներում գտնվող իմ
չգիտեմ, քերու աղջկան ես ինչ որ բան եմ գրում եմ, տեսնեմ ոնց է, ոնց չի եւ այլն, ինչի մենք պետք է վստահենք, որ Ադրբեջանը ավելի քիչ փողով այդ ինֆորմացիային չի տիրապետելու։ Եվ կարա արդյոք տիրապետի թե չէ։ Այ ես էլի ասեցի, եթե դու օգտագործում ես պաշտպանված կապի միջոցներ, իսկ այսօրվա դրությամբ համարյա թե բոլոր կապի միջոցները այս թե այն մակարդակով պաշտպանված են։ Հա։ Հա, պարզավոր կան ավելի քիչ պաշտպանված կապի միջոցներ, պարզավոր կան ավելի շատ պաշտպանված կապի միջոցներ, բայց նույնիսկ քիչ պաշտպանված կապի միջոցները, եթե դու օգտագործում ես, դու կարաս վստահ լինես, որ communication-ի պարունակությունը պաշտպանված է, պարունակությունը, այսինքն այն մեսեջը բովանդակությունը, հա, բայց այն որ ես այդ մարդու հետ կապի մեջ եմ, դա պաշտպանված չի։ Այդ փաստը սենց է։ Մենք տեսնում ենք ցանցային համագործակցություն։ Այո։ Ու դրանից հետո այդ ցանցային համագործակցությունը պետքա ապացուցել, որ սա քոնն է կամ քոնը չի։ Դրա համար կան այդ համակարգերը, որ ես ասացի, DPI։ Համակարգը, որ առել էին բանը, որ ունեն։ Ես ամեն դեպքում իմ համար հետևություն արեցի, որ տելեկոմի ծառայություններից ես չեմ օգտվելու, որովհետև ես այդտեղ ռիսկ եմ տեսնում։ Լսի։ Մնաց հացը դուք գիտեք ախպեր։ Նայ, ես որ օգտվում եմ։ Թիմ տելեկոմի։ Չէ, միչև այդ օգտվում եմ։ Դե կարող է եւ փոխե, ես ճիշտ ասած, այն ինչից որ հիմա օգտվում եմ, չեմ ուզում ասել, բայց ծառայություններից շատ գոհ չեմ։ Ռուբ, նայ, խնդիրը այստեղ թիմ տելեկոմը չի։ Դա իրանք են ստորագրել։ Չէ, իրանք չեն ստորագրել։ Թող ասեմ էլի։ Դե մի խանգար այդքան ասեցինք։ Խնդիրը թիմ տելեկոմը չի։ Խնդիրը այնն է, որ առաջինը այս օվերտոնի պատուհանը բացվեց։ Իհարկե։ Հա, ու վաղը օրինակի համար նման պայմանագիր կարող է կնքի Յուքոմը։ Ու քեզ չասի այդ դրա մասին։ Հա, այստեղ հասկացա։ Այն մյուս օրը նման պայմանագիր կարող կնքի VUSL-ը։ Այո։ Ու քեզ կամ կասի կամ չի ասի։ Կամ կասի ինչ որ կիսատ պրատ ոնց թիմ տելեկոմն է ասել, որ հնարավորությունը կա, բայց մենք չենք պլանավորում օգտագործել, բայց հնարավորությունը կա։ Թեև հնարավորությունը կա, չենք պլանավորում օգտագործել։ Այս պահին չենք օգտագործել։ Իսկ կարող է օգտագործել են, իսկ կարող է չեն օգտագործելու։ Խնդիրը այն է, որ այս ոլորտը այդ համագործակցության համար բացվեց։ Այո։ Առաջ փակ էր, այսօր բացվեց։ Նախադեպը կա, էլի, արդեն նախադեպը ստեղծվեց։ Ու խնդիրը այստեղ այն չի ոնց ես դու պաշտպանվելու, ինչ որ չգիտեմ, Արսենի հետ Չէ, Արսենը հասկացա, Արսենը մի կողմ չէ, Ամերիկայի հոտ։ Ես ասել եմ, այն ինչի ես գրել եմ, այն ինչի մասին ես մտահոգված եմ, հա, այն մտահոգ բառը ինչ որ երանգներ ունի քաղաքական ոնց որ թե։ Հա, այդ մտահոգությունս ինքը նրա մասին է, որ այս պայմանագիրը կնքելուց հետո մենք բոլորս պետք է մտածենք ոչ թե նրա մասին ոնց ենք մենք թիմ տելեկոմից հրաժարվելու կամ չենք հրաժարվելու։ Այդ մի քիչ երկրորդական հարց է։ Մենք պետք է մտածենք այն նրա մասին ոնց ենք մենք մեր կոմունիկացիաները պաշտպանելու։ Այդ է շատ ավելի կարևոր է համաձայն։ Հա, որովհետև այդ հրաժարվել չհրաժարվելը, նայ, հա, հիմա Յուքոմի այդ արդեն երկրորդական է։ Մենք այդ վտանգը ունենք, մենք այդ վտանգից պետք է պաշտպանվենք։ Ու ես ասեցի, որ բոլոր այն մարդիկ, ով կարող են հանդիսանալ թիրախ, պետք է սովորեն աշխատել միմիայն VPN-ով, բոլոր իրանց սարքերի վրա։ Լինի դա հեռախոս, լինի դա պլանշետ, լինի դա կոմպյուտեր, լինի դա միտքս ավարտեմ ու դժվարություններին անդրադառնամ։ Որովհետև եթե մենք տենց բան չենք օգտագործում, ինչ որ մի օր, ինչ որ մի դեպքում մենք կդառնանք ադրբեջանցու, պարոն մայորի կամ չգիտեմ ում զոհ։ Դե ինձ ավելի շատ ադրբեջանցիներն են հետաքրքրում ճիշտ ասած։ Ռուբ ջան, չնայած հա, ճիշտ է, չնայած, հա, վերադառնալով VPN-ը անհարմար է։ Արսեն, իսկ ով է քեզ ասել, որ ամեն ինչը պետք է լինի հարմար։ Համաձայն եմ։ Պատրոնը է դրա համար էլ մեծ խոսում։ Երբ է տիեզերքը քեզ պարտք եղել, որ ամեն ինչը կոմոդ պետք է լինի լավ, հանգիստ ու ինչ որ բան։ Նայ, անհարմարը, որպես կանոն անհարմարությունների 90%-ը կորում է, երբ որ այդ VPN-ը կոմոդ վճարովի է։ Չէ, հիմա վճարովի է, Proton VPN-ն է, բայց բազմաթիվ application-ներ կան, որ չեն աշխատում դրա տակ։ Օրինակ Wildberries-ը։ Չէ, Wildberries-ը չեմ անում, աշխատում է թե չէ։ Հա։ Բայց դանդաղ կապա բերում, կոմպով ինչ որ խնդիրներ, ինչ որ բաներ եմ, նայ, իմ մոտ հաճախ կարիք առաջանում անջատել VPN, այսինքն ինքը արդեն սիգնալ է, որ խնդրեմ կա։ Այդ նաստորեկի խնդիր է, անջատի միացրու կարագանա։ Okay, փորձեմ։ Ինչ անջատեմ ես, հեռախոսը VPN-ը։ Լավ, okay։
disconnect Մեկ է մի հարց է դեպքում բան, լավ չէ դի հետո VPN-ը ընդ որտեղ Հայաստանա գտնում այդ նորմալ է։ Այ Հայաստան պետք չկպնել։ Ինքն է գտնում էլի, պետք է փոխել։ Այո, դու ասա ուրիշ դե թոկպնի։ Անձնական հարցեր եմ լուծում։ Չէ, Պրատոնի մեջ կա настройка, որը կոչվում է void censorship կամ ինչ որ տենց մի բան։ Պատրոնը օգտագործում է Պրատոն։ Այո։